Նախ ուզում եմ հիշեցնել, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ ազգային ժողովի ամբիոնից բարձրացրել եմ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման խնդրի վերաբերյալ կառավարության ուշադրությունն եմ ցանկացել հրավիրել, բայց պատկան մարմինները որևէ մի արձագանք ոչ իմ գրավոր, ոչ իմ բանավոր հարցումներին որևէ պատասխան չեն տրվել։ Ինչն ա եղել իմ մտահոգությունը։ Իմ մտահոգությունը եղել է հետևյալը. նախ կրկնում եմ ջրային ռեսուրսները սխալ են կառավարվում, կա հսկայական կորուստների մի ցուցանիշ, որը մեր երկրի պարագայում դա բավականին լուրջ է, տարբեր մասնագետների կարծիքով 50-60 մինչև 70% ջրի կորուստ կա։ Նաև վիոլա ջրի աշխատանքի մասին եմ ես մի քանի հազանգներ հնչեցրել, մասնավորաբար որակի հետ կապված մեր քաղաքացիների խնդիրների ջրի տրվող ժամանակի, այսինքն այն մի քանի ժամ ջրամատակարարման, որը մեծ խնդիրներ ու խնդիրներ առաջացնում ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ մարզերում։ Ես Տավուշի մարզից եմ, Իջևան քաղաքից եմ, մեր քաղաքում էլ էլի այդ ջրանջատումները շատ, ասպես ոչ թե ջրանջատումներ, այլ տրվող ջուրը ամառվա սեզոնին 1 ժամի չի ասում, այսինքն 1 ժամվա ընթացքում մարդը չի կարող իր հոգալ իր կարիքները եւ այլ եւ այլ։ Եվ այս հարցերն էլի պատասխաններ չեն տրվել, երբ որ առիթը ընձեռնվեց այդ հարցը նաեւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին ուղղեցի արդյոք վիոլա ջուրը իր ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարում է թե ոչ, եւ ինչ ներդրումներ է կատարում, որպեսզի ոլորտը կոլապսի առաջ չկանգնի, այսինքն նույն նաեւ մենք տեսնում ենք, որ Երևան քաղաքի տարբեր փողոցներում, այսպես ասած, այդ լուկերից այդ ջրերը հոսում է, այնտեղ նաեւ կոյուղաջրերի հետ կապված լրջագույն խնդիրներ կա եւ այսպես շարունակ, այսինքն կարող երկար թվենք այն խնդիրները եւ խնդիրները, որ կա, որը հանգեցնելու է այս իրավիճակին։ Ինքն այդ մեր գնահատականները փաստորեն ցավով եմ ասում, մեր գնահատականներն ու մեր ահազանգները ճիշտ դուրս եկան եւ վիոլա ջուրը հայտարարեց, որ այն ժամանակացույցը, որ հրապարակեց, դա առաջացրեց մեր հայրենակիցների վրդովմունքը, ես հարյուրավոր նամակներ եմ ստացել, նաեւ զանգեր եմ ստացել մեր հայրենակիցներից, ասում են առանց այն էլ այս պայմաններում մենք չենք կարողանում մեր կարիքները հոգալ։ Եթե նման փոփոխություններ են լինելու, բավական լուրջ խնդիրներ ան կենցաղի հետ կապված, նաեւ տնտեսվարողներն են ահազանգել, որ իրենք այդ տրված ջրամատակարարման այդ ժամկետներում չեն տեղավորվելու եւ իրենց տնտեսությունը նորից էլի կանգնելու է ճգնաժամի առաջ, եւ արդեն գանք նրան, թե իշխանությունները ինչ վարկակից դրսեւ են, այսինքն նախ աշկ փակեցին այս տարիների ընթացքում վիոլա ջրի վատ աշխատանքի, մեղմ ասած վատ աշխատանքի, եւ եկավ կոլապսի առջեւ կանգնեց եւ տեսնելով հանրային դժգոհությունը, ոնց որ թոշակների հետ կապված այս պարագայում տեսնելով հանրային դժգոհությունը, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտարարեցին, որ այդ որոշումը չեղարկվում է։ Հիմա հարց է առաջանում. ոնց է լինում, որ մի քանի ժամվա ընթացքում այդ որոշումները չեղարկվում է։ Արդյոք այն խնդիրները, այն խնդիրները, որ ես մատնանշեցի, այդ խնդիրները վերացել են, իհարկե չեն վերացվել։ Եվ ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված է մեր հայրենակիցների դժգոհությամբ եւ պայմանավորված է ընտրական process-ներով։ Այսինքն այս ժամանակահատվածը, նախընտրական ժամանակահատվածը, գիտեք որ 3 ամիս է մնացել, փորձում են էլի մոլորության մեջ գցել մեր հայրենակիցներին, աբսուրդ է, որ կարող ես ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այն կուտակված խնդիրները, որ կա գոյություն ունի, մեկ զանգով լուծել։ Այդ ո՞նց են լուծել այդ հարցը։ Հարց առաջանում։ Ինչպես են լուծվել։ Այդ խնդիրները 1 ժամվա, 2 ժամվա ընթացքում ոնց կարա լուծվի այդ խնդիրները։ Այսինքն սա աբսուրդ է, հերթական անգամ սուտ մանիպուլյացիա մեր հայրենակիցների մոլորեցնելու փորձ, որը չի կարող, ես չեմ կարող պատկերացնել ոնց կարելի է, կրկնում եմ, այդ կարճ ժամանակահատվածում այդ խնդիրները լուծել։ Ես էլ հարցումներ եմ պատրաստել եւ այսօր արդեն կուղեմ այդ հարցումները, իմ հարցադրումները շատ պարզ են։ Ոնց է լինում, որ մի քանի ժամվա ընթացքում այդպիսի գլոբալ խնդիրները իշխանությունը որ ասում արդեն լուծված եւ կարգավորված է։ Սա իմ ենթադրությունը հետեւյալն է, որ ճնշում ա եղել վիոլա ջրի վրա, որ այդ խնդիրները այն բաները որ կուտակվել են, դուք մի բարձրաձայնեք այս ընթացքում, մենք փորձենք սրանով որոշակի առումով մեղմել մեր հասարակության, մեր ժողովրդի ուրեմն զայրույթը, պորտկումը, հետո արդեն կլինի այնպես, ինչպես որ միշտ լինում է։
կեղծիկ, սուտ, փուչիկ, որը ինչ որ պահի էլի տրակելու այդ փուչիկը։ Էլի ոչ կոմպետենտ աշխատանքի արդյունքում, էլի ոչ հետևողական լինելու արդյունքում, էլի խափելու, մոլորեցնելու մանիպուլյացիա իրենց գործելավոճին համապատասխան եւ համահունչ։ Այսինքն ճիշտ ենք չէ հասկանում, որ բավական կլինի իրեն կան իշխանություն կամ եթե նոր իշխանություն գա, սա պայթելու է ու լինելու է, ինչ լինելու է։ Իհարկե խնդիրները մեկ օրվա, մեկ ժամվա ընթացքում չեն առաջանում, այդ խնդիրները կուտակվում են եւ եթե դու ճիշտ չես կառավարում եւ այդ խնդիրները, որը որ կուտակվում է, չես լուծում քո պլանավորած ժամանակահատվածում, ինչ որ մի պահի դա այդ փուչիկը կրկնում եմ տրակում է եւ այդ խնդիրը գալիս է ջրի երես, դե որևէ մի բան երկար ժամանակ չես կարող թաքցնել, որոշակի առումով կարած դա ինչ որ հետաձգես, ձգձգես բան, բայց կրկնում եմ, որ դա այս ընթացքում այդ խնդիրները լուծում չի ստացել եւ սա ուղիղ այս իշխանությունների ձախողումն է։ Սա ոչ թե կոնկրետ կազմակերպության հետ կապված խնդիր է, այլ սխալ կառավարման, ոչ ճիշտ պլանավորման, խնդիրների վրա ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու եւ ի վերջո մենք գալիս ենք այն եզրահանգման, որ էլի գործ ունենք հերթական ձախողման, հերթական պրավալի հետ, որը ամբողջությամբ իշխանության պատասխանատվության տիրույթում է։ Գլոբալ առումով եթե վերցնենք ոչ միայն խմելու ջրի, այլ նաև ես քիչ առաջ նշեցի, որ մենք մոտ 90% ունենք անջրդի հողատարածքներ, որը չի մշակվում զուտ նրա պատճառով, որ ջրային ռեսուրսները ոչ արդյունավետ են կառավարվում, այսինքն ջրամբարաշինության ծրագիրն է ամբողջությամբ ձախողված եւ տապալված, մեր ջրերի մեծ մասը գիտեք, որ հոսում է ոչ բարեկամ թշնամական երկրներ է գնում, որևէ մի աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ, ջրագծեր կառուցելու, կրկնում ջրամբարներ կառուցելու, այդ ջուրը ուղղելու մեր գյուղատնտեսության զարգացման վրա այս խնդիրներն էլ եմ ես բավականին շատ բարձրացրել, էլի հպանցիկ, էլի այսպես ասած մոլորեցնող պատասխաններ, էլի ոչ մի գործել այս ուղղությամբ չկա, արդյունքում մեր հայրենակիցները, մեր գյուղացին, մեր շինականը տուժում է, շահում են այլ պետություններ, որը նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նաև այդ պետությունների կողմից, մասնավորաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միշտ հնչում են հայտարարություններ, որ մեր գյուղատնտեսությունը ունի այդ ջրի կարիքը, պետք է այդ ջրերը, այսպես ասած, մաքուր ջրերը, որ անգամ ոչ կներեք կոյուղաջրեր մտնեն մեջը, ոչ այլ, այսպես ասած, աղտոտվածություն չլինի եւ այդ ջրերը, այսպես ասած, լավ վիճակով հասնեն մեր սահմաններին, որպեսզի կարողանանք մենք այդ ջրերը օգտագործենք, գիտեք, որ Ադրբեջանը լրջագույն խնդիր ունի ջրի հետ կապված, իրենց գյուղատնտեսությունը շատ կախված է այդ ջրերից, եւ այս առումով նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը նաեւ 44-օրյա պատերազմից հետո հենց այդ էր նպատակներից մեկն էլ այն էր, որ մեր ջրային ակունքներին վերահսկողություն սահմանել մեր ջրային ակունքների վրա եւ վաղը միսօր մեզ անելանելի իրավիճակի առջեւ կանգնեցնել։